Դուք ասելու եք, ես ասեմ։ Հա, ես հարց եմ տալու, դու պատասխան։ Արգիրիս, իմ ազգանունի կեսը հունականը։ Ով է ուսուցիչը։ Ընկերանն։ Սանասանունը։ Ընկերանն։ Ուսուցիչը ով է։ Սանասանունը։ Ընկերանն։ Բայց մեզ բաներ է սովորացնում դասեր։ Ուսուցիչը մեզ դաս տվողն է, նա ով մեզ սովորացնում է իր սովորածը։ Ուսուցիչը այն մարդն է, ով ում հետ անցկացնում ես օրվա, այսինքն կյանքիդ մոտ 12 տարին ու այդ 12 տարվա օրվա մի քանի ժամը։ Այն մարդը, ով մեզ գիտելիքներ է տալիս։ Ուսուցիչը երեխային ուղեկից է։ Ուսուցիչը հոգեբան է, որովհետև երեխաների հետ աշխատելու համար պետք է շատ գիտելիք, մանկավարժական եւ հոգեբանական։ Օրինակ, եթե դու ուսուցիչ լինեիր, ինչպեսի ուսուցիչ կլինեիր։ Բարի։ Միշտ բարի, լավ բաներ սովորացնի, երեխաներին շատ բարի, շատ խելոք ու համեստ, քիչ է խիստ, այսքան։ Այն ժամանակ, երբ որ տնայինը չանեին ու մի հատ էլ ասեին ճիշտ եմ արել, որ չեմ արել։ Այս ժամանակ երկուս կդնեի։ Մուրազունաթով խոսան, անկյուլ կկանգնացնեն։ Ջեյ բայց կասեի, որ այն մյուս անգամ էլ չանես։ Կասեի, որ մինչև դասի վերջը դի կանգնի պատի մոտ։ Ճիշտ է, որ ես մեծանա ուսուցիչ չեմ դառնալու, բայց եթե անգամ ուսուցիչ դառնամ, կլինեմ բարի ու մաթեմի ուսուցիչ։ Այդքան խիտ չէի լինի, եթե երեխեք ճիշտ չաջեղայնացնեին։ Եթե ինչ-որ բան կոտրեին, կանգնացնեի մի 10 րոպե անկել։ Այ եթե չաջեղայնացնի ինչ-որ մի մասն խփի, այդ մարդը վնասվածք ունենա, այդ վաղ ծնողին կկանչեի, գործերը կտայի, թող գնա ուրիշ դպրոց ընդունի։ Ուսուցիչը ինչպեսին պիտի լինի։ Մի քիչ երիտասարդ։ Չէ, պատվելը չէ, բայց եթե տնայինը վատ անեն, մի քիչ կցածրացնի տնայինը, մի քիչ կցածրացնի գնահատականը։ Պետք է լինի մի քիչ ավելի ջղային, մանկավարժ, որ երեխաներին հասկանա եւ իր դասից հասկացա։ Ես բարի եմ, բայց փորձել լինել այնպես, որ երեխաները ինձ սիրեն եւ հաճույքով դաս անցներ։ Խիստ պետք է լինի, բայց պետք է նաև համբերատար լինի։ Երբեք խիստ, որտեվ նրանք այդ խստությունը մեզ համար են անում, որտեվ երբ որ մենք մեծանանք, այդ խստության պատճառով կարող ենք դառնալ շատ ընդունված մարդիկ։ Փորձեի երեխաներին ամեն ինչ սովորեցնել հեշտ եղանակներով։ Կպատժեի, բայց խիստ չէ։ Ուսուցիչը պետք է լինի հաշտ ու համերաշխ երեխաների հետ, թե պետք է խիստ լինի, որ երեխաները ավելնորդ բաներ չանեն դասի ժամանակ եւ պետք է սովորեն դասերը։ Որ պետք է համբերատար լինի աշակերտների հետ, հասկանա նրանց ու այնպես անում, որպեսզի մենք մեծանանք եւ լավ մարդիկ դառնանք։ Չէ, լինի նորմալ, այսինքն չլինի ոչ բարի, ոչ ջղային մի քիչ լինի, որպեսզի աշակերտները սովորեն, հարգեն, իսկ բարի լինի նրանով, որ սիրի աշակերտներին, որպեսզի աշակերտներն իրենց սիրեն։ Ուսուցիչը պետք է մի քիչ ինչը որ ես շատ եմ պահանջում, մի քիչ մտնի մեր դրության մեջ, որովհետև օրինակ ես միշտ այդ օրինակն եմ բերում, որ դուք էլ եք չէ՞ մեր տարիքում չարություն արել, չգիտեմ, ինչ-որ դասից փախել, ու իրանք այդ չեն հասկանում, հիմա մեծացել են ուսուցիչ են, բայց չեն վերհիշում ինչ էր փոքր ժամանակ։ Այն անորը դե պարզ է, ամեն օր էլ լինում է, նամանավան տղաների մոտ։ Դասից փորձել ենք մեկ անգամ փախնել, ես երկրում չէի, Skype-ով տենց երեխեքի հետ փախել եմ։ Ես կուզեի ուսուցիչ լինեի մենակ մի պատճառով, որ ցույց տայի, թե ինչպեսին կլիներ ուսուցիչը իմ կարծիքով։ Օրինակ, եթե դասը չսովորել, չի նշանակում, որ մի անգամից երկու ստանաս։ Ինքը երեխա է, ինքը կարող է կարող է ունակ չի սովորել կամ չի կարծը սովորի, չի կարծը հասկանա։ Մեր հետ լինի տան շփվող ընկերական, որպեսզի մենք էլ իրան սիրենք ու հարգենք, ինքն էլ այդ փոխադարձ լինի ամեն ինչում։ Օգնում է երեխային ճիշտ ճանապարհը գտնել դեպի իր ապագայի կառուցումը, դեպի հիմք է տալիս, որպեսզի երեխան կարողանա կառուցել իր հիմքը, որպեսզի վրան կառուցի իր կյանքի շենքը։ Երեխային չի կարելի պատժել, որովհետև երեխան պատժելուց չի խելոք հանա հաստատ։ Երեխային պետք է հասկացնել։
պետք է ճիշտը բացատրել, խաղալ, թեկուզ ինչ-որ բան անել, բայց պետք է բացատրել։ Ուսուցիչը առհասարակ պետք է գտնի ոսկե միջինը, որ աշակերտի հետ շփման ձևը նախ առաջինը իմ համար շատ կարևոր է։ Ես շատ ուսուցիչներ եմ ունեցել եւ հասկացել եմ, որ ուսուցիչը չպետք է լինի խիստ։ Ուսուցիչի մի հայացքից երեխան կարող է լռել եւ ավելի համբերատար պետք է լինի ուսուցիչը։ Ուսուցիչը պետք է առաջին հերթին դասը լավ բացատրի, որ երեխան հարգի նրան։ Առաջինը ամենակարևորը պետք չէ, որ երեխան ուսուցիչին սիրի, երեխան պիտի ուսուցիչին հարգի։ Պիտի հարգի։ Գիտեմ շատ ուսուցիչներ, որոնք լավ են վերաբերվում երեխաներին, բայց որպես մասնագետ այնքան էլ ուժեղ չեն, այդ պատճառով հարգանք չկա։ Պետք է նաև լավ մասնագետ լինել։ Այս կարելի է մի հատ նոր հատկանիշի տեսակ բացել, ուսուցչի հատկանիշ, որ լինի ուսուցչին հատկանիշը։ Ես ինչ չեմ պատկերացել ուսուցչի դերում, բայց ես թվում է համեստ կլինեի։ Լավ, օրինակ դու կուզեիր ուսուցիչ լինեիր։ Չէ, ես նախագահ եմ ուզում։ Օրինակ դու կուզեիր ուսուցիչ լինեիր։ Չէ։ Չէ, ինչի՞։ Օրինակ ես որոշել եմ տեզերագնաց դառնալ, որ լուսնի վրա շենքեր կառուցեմ։ Ուսուցիչներ շնորհավորում եմ ձեր տոնը, ցանկանում եմ, որ դուք միշտ երջանիկ ապրեք, որ դուք երկար կյանք ունենաք։ Սիրելի ուսուցիչներ ջան, ես ուզում եմ, որ դուք միշտ առողջ լինեք։ Ես բոլոր ուսուցիչներին սիրում եմ, անգամ եթե իմ ուսուցիչ չի, անգամ եթե ինձ երբեք դաս չի տա, ես մեկը իրան սիրում եմ։ Ես բոլոր ուսուցիչներին ցանկանում եմ, որ դրանք կյանքում չհիվանդանան։ Ես ուզում եմ, որ ուսուցիչները մնան միշտ այսպես գեղեցիկ եւ միշտ երկար ապրեն։ Շնորհավորում եմ իրենց տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ միալ կարգի երջանկություն, ցանկանում եմ համբերություն եւ անսահման երջանկություն։ Սիրեք մեզ եւ հպարտանաք մեզնով։ Ես մաղթում եմ մեր սիրելի ուսուցիչների, որ նրանք լինեն միշտ առողջ։ Ցանկանում եմ ուսուցիչներին համբերություն։ Ուզում եմ, որ ուսուցիչները, բոլոր ուսուցիչները, չնայելով երեխու լավ կամ վատ լինելը, չնայած նորից երեխաները բոլորն են լավը, լինեն հոգատար, ինչպես մայրիկը, ճիշտ է, դա մի քիչ բարդ է, բայց թող փորձեն։ Միշտ կարևոր շփտան, ինչ ուզում է լինի, միշտ շփտան իրանք։ Ուսուցիչներին ես շնորհավորում եմ, որ իրանց կարիերան միշտ բարձրանա ու Հայաստանի Հանրապետության ուսուցչի մակարդակը շատ ավելի բարձրանա։ Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին իրենց տոնի արդիվ։ Մենք գնացել էինք էքսկուրսիայի Գորշավանք, այնտեղ քահանան մեզ շատ ակնարկում էր իր վերաբերմունքը ուսուցիչների նկատմամբ եւ ասում էր իմ Գորշավան գալիս են շատ մասնագիտության տեր մարդիկ, բայց եւ գալիս են ուսուցիչներ, ես գլուխս խոնարհում եմ նրանց նկատմամբ, որովհետեւ ուսուցիչը ամենաբարդ մասնագիտությունն է այս աշխարհում։